Երբ անձը քեզ հետ վատ է վարվում, դա նրա բնույթն է, թե քո թուլությունը։ Ինչու ենք մենք թույլ տալիս, որ մեզ անընդհատ անարգեն, արհամարեն, վիրավորեն, մեր սահմանները խախտեն։ Ինչու։ Հաճախ մենք ունենում ենք այսպես կրոնական շատ լուրջ համոզումներ, որ Աստված սեր է, մենք պետք է ներենք, մենք պետք է հանդուրժող լինենք, բարի լինենք, համբերատար լինենք, եւ նմանօրինակ համոզումները թույլ չեն տալիս, որ մենք հարաբերություններում դնենք մեր սահմանը եւ թույլ չտանք, որ դիմացինը մեզ հետ այդպես վարվի, հա, ասում ենք, որ սիրիր թշնամուն, բա որտեղ է քո սերը, քո բարությունը, բա ինչի մեջ պետք է երևա, հիմա ճիշտ պահն է, որտեղ դու ցույց կտաս, թե դու ինչքան մեծահոգի ես եւ այլն։ Բայց ընկերներ, եթե հիմա ինձ լսում են մարդիկ, ովքեր ունեն կրոնական այսպիսի հայացքներ, համոզումներ, լսում են մարդիկ, ովքեր շատ անհանգստացած են, որ բարի լինեն, որ իրենց հարաբերություններում կարողանան հանդուրժող լինել եւ այլն, մի պահ եկեք adekvat, հա, ոչ միայն կենտրոնանանք այն մտքի վրա, որ Սուրբ Գիրքը մեզ քաջալերում է սիրել, քրիստոնեության Սուրբ Գրքի մասին է խոսքը, այլ մի պահ եկեք ավելի ընդհանրական խոսենք Սուրբ Գրքից, չէ՞ որ նույն Սուրբ Գրքում, երբ որ հարցը գնում է այն մասին, որ եղբայրդ քեզ նեղացրել է, քեզ հետ վատ է վարվել, առաջարկվում է, որ առաջին անգամ դու կարող ես նրան հանդիմանել, երկրորդ անգամ 2-3 վկայի ներկայությամբ կարող ես այս հարցը դնել քննարկման եւ երրորդ անգամ, եթե նա չի փոխվում եւ նույնը անում է, ասում է նա քեզ համար կարող է լինել հեթանոս կամ մաքսավոր, կամ ինչու դուք չեք խոսում նաև այն կետերի մասին, որ նույն Սուրբ Գրքում, ավետարաններում ասում է, որ եթե քեզ մի քաղաքում հալածում են, փախիր մյուսը, այսինքն նույն քրիստոնեության Սուրբ Գրքում չի ասում, որ դե մնա այդտեղ, տենց անվերջ թող բամփեն գլխիդ, որովհետև դու Աստծո զավակ ես, մնա եւ հանդուրժի, դա չի ասվում, չէ՞, կամ ինչու դուք չեք խոսում, ինչու չեք ուզում նկատել ամբողջական նախադասությունը, որ ասվում է սիրիր քո մերձավորին քո անձի պես։ Հաճախ շեշտը դրվում է հատվածի առաջին մասի վրա, հա, որ սիրիր քո մերձավորին, բայց այն հատվածը, որ սիրիր մերձավորին ինչպես քո անձը, դրա մասին կարծես ոչ ոք չի ուզում խոսել։ Ինչու եմ ես այս ամենի շուրջ խոսում, որտեղ հաճախ թերապիայի մեջ ես տեսնում եմ, որ մարդկանց դաստիարակությունը, համոզումները, կրոնական հայացքները սահմանափակում են իրենց եւ թույլ չեն տալիս, որ իրենց խնայեն, իրենց սահմանները դնեն եւ դիմացինին ասեն, որ մի րոպե, ես թույլ չեմ տա, որ դու գողանաս իմ խաղաղությունը, ես թույլ չեմ տա, որ դու իմ կյանքը ավերես, որ դու անընդհատ ինձ անարգես, անընդհատ ինձ հալածես, թույլ չեմ տա, որովհետեւ ինձ համար իմ հոգեկան վիճակը կարեւոր է։ Այս կոնտեքստում մեկ այլ համար միտքս եկավ, որ ասվում է, որ ամեն բանից առավել զգուշացիր քո սրտից, որովհետև նրանից է կյանքի ելքը, դա էլի Սուրբ գրային հատվածից է գալիս։ Իսկ եթե քո սրտում կա անխաղաղություն, վիրավորանք, հալածանք, եւ դու կանգնում ես, օհ, ես աղոթում եմ իմ թշնամիների համար, բայց քո սրտում իրականում կա ցավ, վիրավորանք, անխաղաղություն, ինչու չես խնայում քո սիրտը, ինչու հոգ չես տանում, որ քո սրտում, քո ներսում, քո կյանքում լինի խաղաղություն։ Ընկերներ, այո, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, այո, Սուրբ Գիրքը քաջալերում է սեր, այո, մենք մեծացել ենք այնպիսի համակարգում, այնպիսի մշակույթում, որտեղ սերը, ներումը, համբերատարությունը մեզ համար արժեք է, եւ ես այդ արժեքների կրողն եմ, բայց եկեք չկորցնենք մեր adekvat, ռացիոնալ մտածողությունը զանազանելու, տարբերակելու, մենք չպետք է բոլոր դեպքերի համար բերենք անգիր արած ինչ-որ նախադասություններ, դնենք մարդկանց դիմաց, ասենք սա է եւ վերջ։ Անգամ եթե մենք համարձակվում ենք այն մարդուն, ով հալածանք է կրում, ով քրոնիկ ստրեսի մեջ է, որովհետև կա ինչ-որ ընտանիքի անդամ, գործընկեր, ծառայակից, որը անընդհատ իրեն ներքև է քաշում, հալածում է, հանդիմանում է, թունավորում է իր կյանքը, եկեք պատրաստի անգիր արած նախադասություններից զատ, եկեք փորձենք հասկանալ, եկեք փորձենք ինքներս մեզ համար հոգ տանենք։ Եվ ես իմ լսարանին առաջարկում եմ, որ մենք մի պահ այսօր մտածենք, երբ որ դիմացինը անընդհատ մեզ
վնասում է, մեզ հետ վատ է վարվում, արդյոք սա իր մասին է, թե մեր մասին է։ Ինչու մենք չենք կարողանում դնել այդ սահմանը, ինչու չենք կարողանում սիրել մեր անձը, ինչու չենք կարողանում հոգ տանել մեզ համար։ Գուցե մենք գտնում ենք, որ մեզ տեղն է, որ այս ամեն ինչը մեր հետ լինում է, մենք արժանի ենք դրան, գուցե դուք ինքներդ այդ ճանապարհով պատժում եք ձեզ ձեր գործած մեղքերի համար, գուցե դուք մտածում եք, որ դուք ինչ-որ բան ճիշտ չեք արել դրա համար այս ամեն ինչը ձեր գլխին գալիս է, մտածեք, իսկ ովքեր որ այս վերլուծությունները կցանկանան ինձ հետ անել, ես այստեղ եմ, սպասում եմ ձեր զանգին, կարող եք զանգարել 095 51 44 54 հեռախոսահամարով եւ ես պատրաստ եմ նաեւ որպես աստվածաբան օգնել ձեզ, որ դուք թույլ չտաք, որ կրոնական որոշակի դոգմաներ ձեզ տանեն, հասցնեն ֆանատիզմի եւ սահմանափակեն ձեր անձը սիրելու, ինքներդ ձեր նկատմամբ կարեկից եւ ապրումակցող լինելու այդ վարքի, ինչ ասեմ, վարքի ձևը, դիրքորոշումը, մոտեցումը, որ դուք ինքներդ, այո, ձեր նկատմամբ պետք է լինեք հանդուրժող եւ ապրումակցող։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք, կսպասեմ մեկնաբանություններում ձեր կարծիքներին։